սա ու իրար վրա չենք կրակ, չենք սպանում։ Այն ջան, ցավը տանեմ, այսօր էր չկար։ Անի ջան, այդ եմ ասում, ցավը տանեմ, ուղիղ չէ, Անի ջան, լսի, մեր ընդդիմադիրներն են ասել, լսեք, ես այս հարցին պատասխանել եմ մի ժամ 10 րոպե առաջ։ Ցավը տանեմ, մի ժամ, չկա, Անի ջան, լսի, ցավը տանեմ, մի ժամ 15 րոպե առաջ համ իրան եմ պատասխանել, 3 անգամ ես հարցին պատասխանել։ Պարոն Սիմոնյան, Երևանյան Կարինե ջան, մի րոպե։ Տեսեք, այդ դիրքորոշումը եւ սպառնալիքները Նիկոլ Փաշինյանը։ Այն ջան, պատասխանել եմ, ցավը տանեմ։ Որ Փաշինյանը Ալիևի տասովշիկն է։ Օրինակ Թաթոյանն ասում է Անի ջան, նայ, նախ չի կարելի երկրի վարչապետի մասին տենց խոսել։ Դու գլուխները պատով են տալի, որ տենց մեջբերում են անում, պետք է հասկանալ նրանք իրանք ում տասովշիկներն են, բայց դու մի մեջբերի, համեն մի վատ բան չի, որ պետք է մեջբերել, չէ՞ որ դու կին ես, մայր ես։ Չէ, բայց ասենք թե լսի, շատ սխալ են անում, որ հարցակում են, բայց մի մտի այդ խոսակցության մեջ, իրանք էլ գլուխները պատով են տալիս, թող գնան իրանք հասկանան, թե իրանք ում տասովշիկն են ու ինչ գումարի դիմաց։ Այ անի սպանեցի, չի կարելի քեսից գալ, կգնամ հեսա ընկերներդ քեզ կքննադատեն։ Չեմ պատասխանել։ Ասել եմ, անի պատասխանել եմ, ցավը տանեմ։ Անի ջան, պատասխանել եմ այդ հասցին, ցավը տանեմ, պատասխանել եմ։ Դուք ատելություն եք իդեպ տարածում արցախցիների Գնամ երևի դուք ես գնամ դուք ասա։ Անի ջան, մի րոպե սպասի։ Կարամ պատասխանեմ իր հարցին, բայց կարամ պատասխանեմ, հետո քեզ կգամ։ Կարինե ջան, լսում ես ինձ։ Շարունակում են արցախցիներին հիրավի։ Կարինե ջան, կլինի պատասխանեմ, հետո քո հարցին կպատասխանեմ։ Երեխեք ինչ եք անում, այսինքն հիմա Կարինե ջան, ստոպ։ Կարինե ջան, հիմա սպառնում ես ինձ։ Կարաս հանգստանաս։ Կգնաս քո ղեկավարին, կասես, թող ինքը վտածի, որ ինքը իր սախ կյանք պատասխանատվությունա տալու բոլոր այն բաների համար, որոնք տեղի են ունեցել իր նախագահություն բառնել Կարինե ջան, դու իմ մասին մի մտածի, դու դրա մասին մի մտածի, Արցախը հանձնել է Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունն էին ասենց կտոր տալիս ռուսներին, երբ որ բանակցային գործընթացի մեջ սխալ բանակցություններ են անում, եւ այդ իմիջիալից այդ առաջարկը ուժի մեջ է, եւ ես հայդեպ քաղաքից էի հարցնում, ես եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է Հանրապետության ժողովրդի հետ շփվում ուղիղ եթերով, ես առաջարկում եմ նրանց մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի։ Ասի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի։ Քաղաքական գործիչ է, Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի։ Հանանք ստացած չենք, տժում ենք։ Ես անձամբ տժում եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի նմանը Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոք, երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ, անհանգստություն չունեի, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն չունի, երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն։ Հիմա տժում եմ մնացածի վրա, որովհետև այդ քաղաքական գործիչներ շատ լավ է, Թոտե ջան։ Կարամ պատասխանեմ։ Անի ջան, ցավը տանեմ, ախր այսօր քո երեկոն չի, է։ Բարբերաբար ձեզ մեղադրում են, որ մարզերում են ձեր ձայները, Երևանում դուք շատ քիչ ձայն ունեք, համակիրներ չունեք, Շենգավիթյան հանդիպումը ինչ ցույց տվեց։ Շենգավիթյան հանդիպումը ցույց տվեց, որ Երևանում նույնպես ունենք համակիրներ առնվազն եւ այդ համակիրների հետ կապված շփումը շարունակվելու է քարոզարշավի ժամանակ շատ ավելի ինտենսիվ ու հələ դուք ուշադրություն դարձեք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետը քաղաքական ելույթներ, միտինգներ չի անում եւ ես որպես մեծ սիրահար իր ռետորական արվեստի, իր խոսքի, իր անկեղծության, իր անձնվության, իր մարդկանցից մեկը լինելու շատ անհամբեր սպասում եմ այդ ելույթներին, ժողովրդին թվում է հերիք։